Ողջունում եմ մեր հեռուստադիտողներին, համացանցի հետևորդներին, Վահան Միրաքյանին Ողջույն Դավիթ Վարդանյանին, ողջույն մեզ հետևող մարդկանց։ եւ այսօր ուղևորվում ենք Էջմիածին։ Ինչու, Դավիթ, մենք վերջերս հաճախ ենք լինում Էջմիածնում։ Այսօր մեզ ով է սպասում։ Այսօր Ելենա Վարդերեսյանն է, բլոգեր, բացահայտելու իր բնակարանային պայմանները։ Եվ վստահ եմ մի շարք նորություններ ենք իմանալու իր կյանքի հետ կապված եւ թաքուն էջեր ենք այսօր բացելու։ Բնականաբար, բացահայտումների համար ենք ստեղծել այս նախագիծը։ Իրոք։ Լավ, համոզեցիր, գնանք։ Գնացինք։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ողջույն Լենա։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի։ Դե, ասացիք կարելի է գալ ներս գանք։ Եկեք։ Համեցեք։ Լենա, Այո։ ես ձեզ մի հարց ունեմ եւ խնդրում եմ Դավիթը թող մի պահ հետ վերադառնա։ Ինչու է ձեր դիտանցքի վրա սափ հագցված։ Ես դա կոչվում է պարանոիկ եմ։ Եվ ուզում եմ սենց ֆուլ իմանամ, որ հաստատ ոչ մեկ ինձ տանը չի տեսնում։ Այսինքն դուք մտածում եք, որ հնարավոր է ձեզ հակառակ կողմից հետևեն։ Որտեվ իմ սենյակը հենց անմիջապես դիմացն է դրան։ Դրա համար ես ուզում եմ տանը կոմֆորտ լինեմ։ Միտեղ որտեղ որ կարամ ֆուլ սենց կոմֆորտ լինեմ։ Պարզ է։ Դե պատմեք, ինչպես է տրամադրությունը, ինչպես եք արթնացել, ինչպես է օրը սկսվել։ Հրաշալի, այսօր իհարկե մի քիչ ավելի շուտ եմ արթնացել, ես ուշ եմ քնում, ուշ եմ արթնանում, բայց շատ հրաշալի օր է, դեռ պլաններս էլ առջևում են, օրը դեռ առջևում են։ Լենա, բացի համացանցում տարատեսակ նյութեր տարածելուց, այսինքն ինֆլուենսեր, բլոգեր գործունեությունից կա հստակ մի վայր, որտեղ դուք աշխատում եք, կամ մասնագիտություն, որ ունեք եւ այդ մասնագիտությամբ աշխատում եք։ Մասնագիտությամբ իրականում մանկավարժ հոգեբան եմ, բայց ցավոք թե սրտը չգիտեմ, չեմ աշխատել իմ մասնագիտությամբ, ներկապային ինչ-որ ուրիշ տեղ չեմ աշխատում, то есть ֆիքսված գրաֆիկով աշխատանք չունեմ, միայն իմ էջն է, բլոգն է, նկարանումներ, տենց։ Ասացիք ցավոք սրտի կամ բարեբախտաբար չեք աշխատում ձեր մասնագիտությամբ, իսկ իրականում ավելի շատ ցավոք սրտի, թե բարեբախտաբար որ չեք աշխատում։ Դե իրականում այս պահին ես չեմ գտնում ինձ այդտեղ, դրա համար չեմ, ոնց որ չգիտեմ, իրական լավ է թե վատ է, բայց այս պահին չեմ գտնում ինձ, չեմ կարա աշխատեմ որպես հոգեբան հաստատ։ Ինչն է պատճառը ըստ ձեզ։ Դե իրականում ոնց որ ես վիրահատվել եմ 2 տարի առաջ արդեն ու երբ որ այնտեղ ոնց որ մի քիչ իմ աշխարհայացքը շատ փոխվեց ու ես այդտեղ էլ որ ասած լրիվ մտածում էի, ասում էի լավ, ասենք մենք նենց անիմաստ բաներից ենք բողոքում առօրյայում, հա, որ շատ անիմաստ է, եթե մեկը գա օրինակ իմ մոտ, իմ համար այդ պահին, իհարկե հայ ես չեմ ուզում արժեզրկեմ, բնականաբար ցանկացածի խնդիրը իր համար առաջնային է ու խնդիր է, բայց երբ որ իմ մոտ գան օրինակ ինչ-որ նենց բանով, զապրոսով, որ իմ համար դա անմիտք թվա, ես չեմ կարա մարդուն համազեմ, ինչ ես խոսում, ասենք չէ էլի, Խոսենք տան մասին։ Այո։ Կարելի է հնչեցնել, թե որտեղ է գտնվում։ Իհարկե։ Գտնվում ենք Էջմիածին քաղաքում։ Եվ սա Փողոց բանդը չենք ասում։ Դե բնականաբար, հսուղակի վայրն է ուզում հասկանալ, կարելի է հնչեցնել, թե ոչ։ Որքան ժամանակ է որ ապրում եք այստեղ, սա արդյոք ձեր ծննդավայրն է, թե ոչ։
Ես ծնվել եմ մեջ միացնում, ապրել եմ մեջ միացնում, մի որոշ ժամանակ ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև երբ որ վերադարձել եմ, նորից ապրել եմ մեջ միացնում։ То есть մեծ մասը կյանքիս ապրել եմ մեջ միացնում, միայն թե 5 տարի ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Այդքան։ Աշխատում եք Ռուսաստանում։ Ոչ, փոքր էի, առաջի դասարան, երկրորդ դասարան, այնտեղ եմ գնացել, այստեղ շարունակել եմ էլի ռուսական դպրոցում սովորել, կրթությունս ռուսական է էլի, բայց այնտեղ հարազատներս այնտեղ են, հայրիկս, քույրիկս, то есть կապը միշտ կա էլի Ռուսաստանի հետ գնում գալիս եմ, բայց ապրել էլ չեմ ուզում հաստատ։ Ինչու, ինչն է պատճառը։ Չեմ սիրում այդ երկիրը, զոտ չեմ սիրում։ Ես այնտեղի մենտալիտետի հետ, մարդկանց հետ, ինձ խորթ է այդ, ես չեմ կարա։ Ասացիք, որ հայրիկը, քույրիկը ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, ովքեր են ապրում այս տանը։ Այս տանը ներկապային ապրում ենք ես եւ տատիկս, մայրիկիս մաման, չնայած հորական իմ տատիկն էլ էջ միացնում, բայց ես ապրում եմ այս տատիկի հետ։ Ուր է տատիկը։ Տատիկը աշխատանքի է։ Հրաշալի է, տատիկը աշխատում է։ Մենք խանութ ունենք, ինքը այնտեղ աշխատում է հենց։ Լենա, ովքեր են ձեր հյուրերը լինում։ Իմ հյուրերը լինում են իմ ընկերները հիմնականում։ Ուրիշ ինչ որ կոնկրետ մարդիկ չկան։ Հիմնականում ընկերներ։ Հիմնականում ընկերներ, հա։ Հարազատներ, բարեկամներ։ Հարազատներ, բարեկամներ այդքան Քիչ։ չէ, հա, քիչ։ Լենա, ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր հաղորդումը եթերը գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ժամը 12-ից սկսած ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան, YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Սա մի փոքր մեր մասին, հիմա խոսենք ձեր ինտերնետ հարթակի մասին։ Ինչ կարող են գտնել մարդիկ մուտք գործելով ձեր էջ։ Իմ էջում հիմնականում իմ մասին է, այս երկը իմ մասին է, դե իմ մասին է, իմ հոլովակներն է, հումորային, երբեմն ոչ, ես վերջերս փորձել եմ նաև մի քիչ հումորայինից դուրս էլ բաներ անել, ոնց որ ավել տենց lifestyle, մի քիչ ուզում եմ նաև այդ ուղղությամբ էլ տենց տանել էջս։ Բայց հիմնականում հիմա հումորային է դեռ։ Երբ սկսվեց այդ ամենը, որ հասկացաք ավելի լավ է լինել բլոգեր, քան օրինակ հոգեբան գիտավար։ Չէ, դե ավելի լավ չի, իրականում զուտ տարբերան է։ Այս պահին ավելի նախընտրելի։ Այո։ Բլոգերությունը սկսել եմ 23 թվականի հունվարին։ Այդ ժամանակ ոնց որ տենց չգիտեմ ինչ տենց դրթեց ինձ, ասացի սկսեմ նկարել վիդեոներ, ու ոնց որ ձմեռ էր ամել, հարմար էր, մեկը տանն էի, ու պրոստը on the tour ես զարթնում էի ու մի քանի վիդեո մի անգամից նկարում էի։ Այդ ժամանակ էլ նոր էի, սենց շատ մտքեր ունեի, որ կարայի այդպես գեներացնեի արագ ու նկարում էի, լիքը վիդեոներ էի նկարում ու հերթով տեղադրում էի։ Ու գրեթե 1 ամսում, то есть փետրվարի միջև վերջ արդեն, ես ունեի 40,000 հետևորդ։ Շատ արագ հավաքվեց ու դրանից հետո արդեն տենց մի քիչ ավելի դանդաղ գնաց, որտեղ ես էլ սկսեցի շատ пассив լինել։ Ես մի քիչ վատ բնավորություն եմ, շուտ եմ հոգնում ամեն ինչից։ Հա, տենց ավելի հաճախ չեմ տեղադրում, քիչ եմ տեղադրում, դրա համար մի քիչ ավելի քիչ է пассивը հիմա։ Բայց 50,000-ից ավելի հետևորդ ունեք, չէ՞, եթե չեմ սխալվում։ 50,000-ից հաստատ ավելի։ 52-ը։ Սենյակային բույսերով է զբաղվում այս ամենի խնամքով։ Տատիկս։ Էլի տատիկը։ Այո։ Դուք ինչ եք անում տանը։ Ես տանը մաքրություն եմ անում, լվացքն եմ անում, հացել եմ պատրաստում, ամեն ինչ էլ անում եմ։ Այսինքն կենցաղը ամեն դեպքում կա ձեր կյանքում։ Հա, իհարկե։ Ես եմ անում։ Տատիկս առավոտյան գնում է, երեկոյան վերադառնում է։ То есть տան ինչ որ բան, եթե պետքա պատրաստել կամ պետքա չէ, երբ որ ուզում եմ ինչ-որ բան պատրաստել, ես եմ հաց սարքում, լվացքը ես եմ անում, էդի եթե ես չեմ լինում, տատիկս չի կարող անի, որտեվ չի կա մի քիչ տեխնիկայի հետ էլի, բայց հիմնականում սա ես եմ անում տան գործերը։ Աշխատանքային ազատ գրաֆիկ ունեք։ Այո։ Դուք եք տնօրինում ձեր ժամանակը, այսինքն դա ձեզ ավելի շատ օգնում է աշխատելու համար, թե խանգարում է, որովհետև ամեն դեպքում ալարկոտություն է գալիս տնից, դուրս գալու կարիք չկա, պետք է զբաղվել այն ամենով, ինչը ձեզ դուր է գալիս տանից եւ միգուցե դա ավելի ձեզ
ալարկոտության է մատնում։ Իրականում շատ լավ հարց էր։ Ես արդեն մի որոշ ժամանակ ստաբիլ ուշ եմ զարթնում ու ես ոչ մի բան չեմ կարող անեմ դրա հետ։ Անկեղծ ես փորձել եմ չքնեմ մի օր, որ հաջորդ օրը շուտ քնեմ։ Շուտ եմ զարթնել, ստիպված sense ինձ զսպել եմ, որ շուտ քնեմ։ Չի լինում ոչ մի ձև իմ գրաֆիկը չէի կարող դզել։ Ու ես դրա համար փնտրեցի ու գտա ինձ աշխատանք, որը որ կլինի գրաֆիկով, որ որոշակի իմ վրա բան լինի, էլի կոնտրոլ լինի, որտեղ ես տենց մարդ եմ մի քիչ։ Ինձ պետք է ճնշեն, որ ես կարամ մի բան անեմ։ Գրաֆիկով աշխատանքի գնում այդ 2 ամիսը, օքեյ, էլի լավ էր, ստաբիլ, շուտ էի զարթնում, շուտ էի քնում, բայց դրանից էլ ոնց որ էլի սկսեցի լարվել, որ ես շուտ եմ զարթնում, որ իմ վրա ինչ-որ պարտականություն կա, որ ես պիտի անընդհատ անեմ ինչ-որ բան, դրանից էլ հոգնեցի ու դուրս եկա աշխատանքից։ Ասացի չէ, իմը ազատ գրաֆիկն է, բայց ազատ գրաֆիկն էլ է շատ վատ, որտեվ ես չեմ կարող ոչ մի բան անեմ իմ գրաֆիկի հետ։ Ինձ երբ որ նկարահանման են կանչում ինչ-որ մի տես, առաջի բանը որ զուտ խնդրում եմ, ասում եմ, խնդրում եմ, օրվա 2-րդ, 3-րդ, 4-րդ կես։ Ինձ ավելի հեշտ կլինի, որ ասեն ժամը 10-ից ենք նկարահանում անում։ Օրինակ հիմա մեր Arm Games-ի խաղերը որ գնում են, այնքան լավ է, սյոմկաները միշտ գիշերն է, բրամ որ հանգիստ իմ համար, իմ գրաֆիկն է լրիվ։ Ես կուզեի միշտ սյոմկաները լինեին գիշերը։ Հոգեբանները ինչ են ասում այդ ամենը ինչպես է կոչվում։ Չէ, իրականում հոգեբանական ինչ-որ բան չկա, բայց մեզ ոնց որ սովորացրել են, մարդիկ բաժանվում են ոնց որ 2 խմբի, սավայ ժավարանակ։ Մարդիկ կան, որ շուտ են զարթնում, ու իրանց տենց ավելի էներգիայով լի են զգում, մարդ կա, որ հակառակը է։ Օրինակ ես առավոտյան մաքսիմալ ոչ պրոդուկտիվ մարդ եմ։ Ես համալսարանում հիշում եմ, ես 3-րդ առարկայից հետո էի հիշում ամեն ինչ։ Ես առաջ 2-ին ներկա չէի, նստած էի sense ֆիզիկապես, բայց չի մտնում, ուղղակի անգամ բան չի մտնում։ Բայց երեկոյան սկսում եմ ակտիվանալ, օրինակ ինձ եթե տանը մենակ ապրեի, ես գիշերը հաստատ ավելի մեր տան գործերը պրոդուկտիվ կանեի, քան ցերեկը կամ առավոտը։ Պրոստը գիշերը չեմ կարող։ Նախանձելի հնաոճ սպասք եմ տեսնում պահարանի ներսում։ Սա վստահաբար տատիկինն է, բայց սրա հետ կապված պետք է որ տանը լինեն տարաձայնություններ։ Դուք պետք է ասեք, որ այս ամենը արդեն հնաոճ է տատիկին ժամանակն է փոխելու, իսկ տատիկը պետք է ըմբոստանա, մադոննա, չէ, եթե չեմ սխալվում, այդպես է սա կոչվում։ Ես կսխալվեմ, չգիտեմ ճիշտ ասած անունը, երևի թե մադոննա, բայց լավը այն է, որ ես ինքս շատ ինձ դուր է գալիս ու ես հավանում եմ այս սպասքը, անգամ որ մենք իրան այդքան էլ չենք օգտագործում, չնայած ես մեկ-մեկ ինա դու ոնց որ սենց որ թե եմ ուզում խմեմ բան, գալիս եմ այս բաժակներից վերցնում եմ կամ թեյը պատրաստում եմ տենց թեյամանի մեջ բան, ինձ դուր է գալիս, մենք այդ դրա հարցով տարաձայնություն չունենք, կռիվներ չենք անում։ Ես հակառակ ավելի շատ օրինակ այստեղի Գեր ժամանակակիցներին եք դեմ։ Վերսաչի նշաններով ամաններին ավելի դեմ եմ, ինձ օրինակ սա դուր չի գալի, ես ավելի մեծ սիրով սրանք կթափեի ու կգնեի կամ գլատկի սենց ինչ-որ սպասք կամ էլ ավելի տենց ոնց որ վինտաժային։ Վերանորոգումը քանի տարվա է մոտավորապես։ Հիմա ասեմ 2010 թվականին ոնց որ թե, հա։ Ձեր ճաշակով է այս ամենը Ոչ, արված։ բացարձակ։ Այդ հարցով միշտ մեր տանը տարաձայնություն կա, որտեղ ես միշտ կռիվ եմ անում, ասում լավ, ասում, ինչ եք մտածել, որ մեր զալը արել եք ռոզվի գույնի։ Այս ինչ գրանտ կենզի պոնչիկանոց։ Դուք ինչ կցանկանայիք, որ լիներ։ Ավելի նեյտրալ գույն, կրեմովի ինչ-որ սպիտակին խփող, բայց իհարկե ֆուլ սպիտակ չէ, որտեղ հիվանդանոց էլ չլիներ, մի թեթև սպիտակից կոտրված գույն, բայց ավելի նեյտրալ գույն։ Լենա, շղարշից այս կողմ անցնելու հնարավորություն ունենք։ Իհարկե։ Ուր ենք մուտք Սա գործում։ կոչվում է նիշա, եւ սա իմ տատիկի սենյակն է։ Իդեպ ինքն է նախընտրել, որ այստեղ քնի։ Ինչու։ Իրան դուր է գալիս, որ ինքը մթություն չի սիրում, իսկ այս սենյակը մեր առավոտները շատ ավելի լուսավոր է, էլի, ոնց որ պատուհաններից լույս ինքը գիշերը սա բացում է, չի փակում, իր շունչը կտրվում է, էլի։ Սա իր նախընտրությամբ իր սենյակն է, իմ սենյակը այլ մյուս կողմում է։ Նախագիծը փոփոխության ենթարկված է թե ոչ։ Ոչ։
ինչքան գիտեմ ոչ, բայց ենթադրում եմ, որ այո, որովհետև այստեղ կարծես թե պետք է լիներ բալկոն, մեր զալի այդ երկրորդ հատվածը, բայց այսպես ամբողջ շարքով մեր բոլոր հարևաններով նույն ձև է ու դրա համար ես չգիտեմ։ Պատշգամբը փակվել է եւ դարձել է հյուրասենյակի մի հատված, ճիշտ եմ հասկանում։ Ժարգոնով մի քիչ ասում են շուշաբանդ։ Դա այտենց ոնց որ տարածք է եղել։ Ինձ թվում է։ Լենա, խոսենք մի փոքր նաև ձեր թեմաների մասին։ Դուք ասացիք, որ հիմնականում մարդիկ մուտք գործելով ձեր սոցիալական էջեր կարող են տեսնել ձեր մասին ինֆորմացիաներ։ Եվ սկսել եք դա մոտավորապես 2 տարի առաջ։ Մարդիկ կային, ովքեր ձեզ օգնեցին։ Չէ։ Դուք ինքնուրույն սկսեցիք, արթնացաք ինչ-որ մի օր հասկացաք, որ դարձել եք հայտնի մարդ, եւ շարունակվեց դա, այնուհետև գովազդատուները հայտնվեցին ձեր կյանքում։ Դե ստացվում է, որ հիմա ես եմ ձեր մասին պատմում։ Ինչ թեմաներ կարելի է գտնել ձեր սոցիալական էջերում, որոնք համամարտկային թեմաներ են, ոչ միայն ձեր մասին են, այլ նաև համամարտկային թեմաներ են։ Ես իրականում ինչ-որ գլոբալ հարցերի մասին ավելի լուրջ միշտ խոսում եմ սթորիներով, ռիլ տարբերակով չունեմ նման վիդեոներ, չնայած պլաններում կա, ես անգամ տեքստը գրել եմ արդեն ու նաև հենց հոգեբանական է, դեռ չեմ նկարել, բայց անպայման նկարելու եմ։ Իսկ սթորիներով խոսում էի, հիմա մի քիչ ոնց որ դրան եմ արդեն ոնց որ էլ չեմ զբաղվում, դեռ սթորիներով էլ չեմ խոսում, որտեվ ինչ որտեղ մի քիչ հիասթափվել եմ նաև մեր հասարակությունից էլ, որտեվ ես ինչքան ասեցի, որովհետև ինչ կարծիք էլ դու հայտնում ես, մեկ է քեզ ճիշտ չեն հասկանում, մարդ ոնց որ արդեն վախում է ինչ-որ կարծիք հայտնի, իր ռեալ միտքը ասի։ То есть մարդկությանը, մեր հասարակությանը դուր է գալի, որ դու ունենաս ինչ-որ սենց ստադնե մշլենիա բոլորից հանգարց չշեղվես, ու քեզ տենց սիրեն, քան որ դու կարաս օրինակ մի քիչ այլ մտածես, էլի, թեկուզ ինչ-որ գլոբալ հարցերի շուրջ օրինակ լրիվ այլ մտածելակերպ ունենաս։ Դրա համար ոնց որ աշխատում եմ ինչ-որ տենց բաներից էլ խուսափեմ։ Ես վերջին շրջանում ձեր էջերում հանդիպեցի նաև ինքնահեգնանք։ Այո։ Եվ ես կարծում եմ, որ դա հրաշալի է, երբ մարդը ինքն է կարողանում ինքն իրեն հեգնել։ Բայց սկզբնական շրջանում դա ձեզ մոտ չկար։ Ինչից առաջացավ միտքը ինքնահեգնանքի։ Իրականում ինքնահեգնանք ես միշտ ունեցել եմ, ուղղակի դա ցույց տալու, ցույց չտալու տարբերությունն է եղել, այսինքն սոցարթակում, բայց գլոբալ առումով դա ես միշտ ունեցել եմ։ То есть, երբ որ մարդիկ նման հումորի ասպարեզում մարդիկ ուզենան կամ փորձեն կատակ անել, հա, իմ հետ կապված, ոնց որ ուշացած են, որովհետև ես արդեն իսկ այդ հումորը անում եմ, իմ մասին առօրյայում ես ավելի սև հումորներ եմ էլի անում իհարկե։ Իմ սոցարթակում չկա, բայց ռեալ կյանքում ես ավելի տրեշ բաներ եմ ասում ինքս իմ մասին։ Իմ ընկերները գիտեն, մենք իրար հետ էլ, օրինակ, ես ու Նինան, Տիտանյան, ասենք, կարանք հավերժ իրար վիրավորենք, հա, բայց դա մեր համար այդ խնդալու է, տրեշ է։ Նոր բառեր են ի հայտ եկել, իդեպ հենց ձեր բլոգերների շնորհիվ։ Տրեշ։ Եվ ոչ միայն, բազմաթիվ բառեր կան, որոնց բացատրությունը ես մինչև օրս չգիտեմ, բայց շատ հանդիպում եմ առօրյայում։ Դուք ինքներդ օգտագործում եք այդ բառամթերքը։ Շատ։ Որտեղից եկավ դա մեր լեքսիկոն։ Արտասահմանյան բլոգերներից։ Չէ։ Ես ավելի շատ առօրյայից, մարդկանցից եմ վերցրել, որովհետև ես կոնկրետ ամերիկյան ինչ-որ TikTok չեմ նայում, լեզվին չեմ տիրապետում այդքան լավ, ռուսական սլենգ, օքեյ, բայց անգլերեն չէ, առօրյայից է ինձ մոտ կոնկրետ էլի, բայց երբեմն ոնց որ ավելի հեշտ է լինում բառը ասել տենց տերմինով անգլերեն, քան թե հայերեն, ինչ-որ տենց գեղեցիկ երկար բառեր։ Բայց գիտեք դրանց հայերեն տարբերակները։ Օրինակ trash բառի հայերեն տարբերակը ո՞րն է։ Մի րոպե, ես ո՞ր կասեմ, դե բառացի աղբա նշանակում։ Դե գիտեմ։ Հա, բայց այն իմաստով է ինքը, որ խնդալու, բայց նաև այդ խնդալու, ինքը նենց փառապար, ոնց բացատրեմ, ինքը օրինակ հիմա սև հումորը, եթե հումորը
տենց մի քիչ save-ա, մի քիչ տենց ապասնի է ամեն ինչ, ինքը ոնց որ տես ասում ես տրեշ է, բայց տարբեր իմաստներով կարա լինի էլի, կոնկրետ իր իմաստայինով չեմ կարա բացատրեմ հայերեն։ Իսկ cringe բառի հայերեն տարբերակը ո՞րն է։ Cringe-ը ամոթն է, ամոթանք։ Իսպանսկի stid, նաև տենց տերմին կա, այդ նույն cringe-ն է։ Որ դու cringe ես ապրում։ Ինչ որ երևույթից։ Պարզ է։ Լենա, առջևում լինելու է կարճատև գովազդային դադար, որից հետո մենք վերադառնալու ենք եւ շարունակելու ենք մեր զրույցը արդեն խոհանոցում եւ ձեր թույլտվությամբ մի փոքր խոսենք նաեւ ներքին խոհանոցին վերաբերող հարցերին եւ նաեւ հնարավոր է մի փոքր ցավոտ թեմաներ շոշափենք։ Դեմ եք թե դեմ չեք, ստանանք ձեր համաձայնությունը նոր։ Չէ, դեմ չեմ, իհարկե։ Շնորհակալություն, ուրեմն այս պահին գովազդ մեր եթերում։ Լենա, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով, կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե, համի հատիկ, Ընտրյալ հատիկ։ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Փոքրուց եմ հիշում։ Դե, սիրով նվիրում ենք շնորհակալ ձեր եմ։ մանկության հուշերը ձեզ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ։ Լենա, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները Շատ ձեզ։ շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ խոսենք մի փոքր խոհանոցից, հետո կանցնենք ներքին խոհանոցին։ Այո։ Խոհանոցում լինում եք որպես պատրաստող, ոչ թե որպես սպառող։ Այո, իհարկե։ Շատ թե քիչ, ասացիք, որ Շատ։ զբաղվում եք Ես շատ եմ որոշակի սիրում։ հարցերով։ Ես իրականում անկեղծ մեկ-մեկ ասում եմ, մեր կուխնյան իհարկե ինձ այդքան դուր չի գալիս, ինքը տենց հիմիկվա էսթետիկ չի բանջի, բայց կուզեի, որ մի քիչ ավելի տենց սիրունիկ խոհանոց ունենայինք։ Ես դաժե կուլինարնի բլոգ ավելի մեծ սիրով կվարեի, որտեղ հիմա երբ որ ես ինչ-որ բան եմ պատրաստում, վայնենց եմ էներգիայով լցվում, սենց ինձ շատ է դուր գալիս հաց պատրաստել։ Ինչ-որ բաներ եմ հորինում ինքս, սարքում եմ, սիրում եմ։ Վստահ եմ, ընդամենը 10 տարի հետո ձեր խոհանոցը շատ ավելի ձեզ դուր կգա, որովհետև ինչպես հիմա օրինակ 30 տարի առաջվա խոհանոցներն են մեզ ավելի դուր գալիս կամ ընդհանրապես վերանորոգումները, այդպես էլ ձեր խոհանոցը ձեզ դուր կգա։ Ինչն եք ամենաշատը սիրում պատրաստել։ Ամենաշատը սիրում եմ ինչ-որ պաստաներ պատրաստել։ Իտալական խոհանոցի սիրահար Այո։ եք։ Լավ, հիմա խոսենք արդեն դժվարությունների մասին ձեր կյանքում հանդիպող։ Նախ խոսենք մարդկանց վերաբերմունքից։ Ինչպիսին է լինում մարդկանց վերաբերմունքը առաջին հայացքից։ Կարեկցում են ձեզ, փորձում են օգնել, հակառակ միգուցե բուլինգի են ենթարկում, ես էլ եմ օգտագործում նոր բառեր։ Պատմեք մի փոքր այդ մասին։ Հա, իհարկե։ Իրականում հայացքները շատ տարբեր են լինում, շատ տարբեր, ու ոնց որ բլոգի հետ միասին այդ հայացքները փոփոխվել են։ То есть ես միշտ եմ ուշադրության կենտրոնում եղել փոքրուց, բայց այն ժամանակ, երբ որ նայում էին օրինակ, տիպը այնց դե չեն ճանաչում, զուտ ասենք նայում էին, տեսնեին մեծ է, փոքր է, ինչ որ այնց հարցեր էր լինում, ինչ որ շատ լսում էի դաժե կողքից այնց պահիտակ ասում էին, աղջիկը մեծ է, թե փոքր է, մեծ է։ Այսինքն, բայց երբ որ արդեն բլոգինգով սկսեցի զբաղվել, բլոգի հետ միասին մարդիկ արդեն սկսել են ճանաչել։
То есть հիմա որ նայում են արդեն վայ, տիպան TikTok-ի աղջիկն է, վայ, ձեր վիդեոն տեսել ենք, արդեն լրիվ ուրիշ ձև են ընկալում, էլի, բայց ոնց որ ուշադրությունը միշտ կար, այն վաղտ էլ կար, հիմա էլ կա, տարբերություն չկա, զուտ փոխվել է հայացքի ձևը, հա, տենց հիմա արդեն ավելի ճանաչողական, ավելի բարի դրացիական հայացքները, այն ժամանակ կարար լիներ ինչ-որ սենց օփշոտ, ինչ-որ զարմացած ու հիմնականում լինեին այն տարիքի մարդիկ, որ չպետք է տենց ռեակցիա տային, ասենք, երբեմն երեխաները ավելի ադեկվատ ռեակցիա են տալի, քան ասենք տարիքով մարդիկ։ Դեպքեր է լինում, օրինակ տատիկները, ասենք փողոցը անցնելուց, ես հիշում եմ ուսանող էի, մի անգամ կանգնած երբ անցնել, մի տատի եկավ ծերեցուց, առանց բան ասելու, պրոստը բռեց սկսեց անցնել։ Իմացավ փոքրը, ես ուզում էի իրան օգնել, ինքը ինձ, ես ուզում էի տատիկին օգնել, տատիկը ինձ, ու տենց դժվարություն օրինակը տեղել, քանի առիթ եղավ, ասեմ, այդ ժամանակ մեր համալսարանի դիմաց հենց սվետաֆորը բաներ կնոպկաներով էին սարքել, ու այդ կնոպկան այնքան բարձր էր, ես եղել է դեպք, որ օրինակ դիմացի մայթը տեսել եմ մարդը կանգնած, ասել եմ, որ խնդրեմ կսխմեք, որտեվ դեմ չսխմես, հա կկայն ես տենց էլի, բայց հիմա ոնց որ թե համել իջացրել են այդ կնոպկաները, նկատել եմ, ու այդ շատ լավ է։ Ճանաչողությունը ձեզ որոշակիորեն օգնեց որոշակի խնդիրներից խուսափելու համար։ Ոչ թե խնդիրներ, այլ կարելի ասել անցանկալի դեպքեր։ Էր պատուհանն է շվացնում, եթե ինչ։ Պարզ է, ես ուզում եմ հասկանալ որտեղից է այդ ձայնը գալիս, շնորհակալություն։ Բայց ինչ ճանաչում ունենալը, մարդկանց վերաբերմունքը ձեզ վստահ եմ, որ նյարդայնացնում էր, որովհետև միգուցե հիմա արդեն սովորել եք այդ ամեն ինչին, բայց վստահաբար նյարդայնացնում էր, հատկապես անցումային տարիքում, ձեր անցումային տարիքում խնդիրներ ունեցել եք։ Շատ տարօրինակ է, բայց իրականում անկեղծ, ես փոքրուց ոչ բուլինգի եմ ենթարկվել։ Եթե ոչ եղել եմ բուլերը էլի, բուլինգի չեմ ենթարկվել, ինչ-որ տենց ասեմ անցումային շրջանում դեպրեսիաներ եմ ունեցել, ծանր շրջան, որ չեմ գտե ինձ, չեմ հարմարվել, ինչ-որ հարցերով եմ տրվել, չէ։ Բացարձակ ինչ-որ տենց խնդիրներ չեմ, շատ սխալ հարցազրույց չէ։ Չէ, բացարձակ, մենք ձեր թույլտվությունը ստացանք, նոր սկսեցինք հարցնել։ Տարօրինակ է իմ դեպքում ոնց որ դա հնչում, բայց իրոք չի եղել, չգիտեմ, բարեբախտաբար իմ դասընկերները շատ լավն են եղել, համակուրսեցիները շատ լավն են եղել, ընդհակառակը ես միշտ ավելի տենց ինչ-որ տղաների հետ էի շփվում, ավելի լիդերսկի մի քիչ կաչեստվաներ ունեի, դրա համար խնդիրներ, իսկ հասարակության կողմից իմ մոտ անկեղծ ես միշտ ասում, սենց մի քիչ անջատած է, ես երբեմն օրինակ նոր մարդ եմ հետ լինում փողոցում քայլելուց, կարող է սենց ինքը ներվայնանա, օրինակ ասի, վայ, բան, տիպա ինչ է նայում, ինչ ռեակցիա է, բան, ասում եմ, տեսար խոսքի օրինակ այն մարդը ոնց է նայում, ես ասում եմ, լուրջ երբ, ոնց, իրոք չեմ նկատում, իմ մոտ ոնց որ մեխանիկորեն է դա անջատվել, սենց ես չեմ տենում պրոստը։ Այս թեման համար ենք փակված, շնորհակալություն բաց սրտով այդ ամենը ներկայացնելու համար։ Հիմա խոսենք ձեր ճանապարհորդությունների մասին։ Տեսնում եմ, որ սառնարանի վրա կան փակցված տարատեսակ մագնիսներ։ Այո։ Սրանք դուք եք բերել, թե ձեզ համար են բերել։ Որոշները ես եմ բերել, որոշները ինձ համար են բերել։ Ինչու է գերակշռում Բարսելոնան։ Բարսելոնան, դե որտեվ մայրիկս եւ մորաքույրս այնտեղ են ապրում։ Ես երկու անգամ գնացել եմ Բարսելոնա, դրա համար Բարսելոնան մի քիչ շատ է, բայց ուրիշ բաներ էլ կա, Մոսկվայինն էլ եմ ես բերել։ Հավանեցիք Բարսելոնան։ Հա, շատ։ Կատալոնացիներին հավանեցիք։ Այո։ Մեր- Նման են մեզ։ Շատ, ուզում եմ ասել, ոնց որ մեր մի քիչ եվրոպական տեսակն են իրանք։ Ավելի լավ եվրոպական, թե ավելի վատ եվրոպական, չնայած չգիտեմ վատ եվրոպականը որն է, բայց ամեն դեպքում։ Չէ, իրականում վատ ու լավ չկա, ուղղակի իրանք ավելի տարբեր են, այսինքն իրանք ավելի թեթև են, ավելի բաց են, ինչ որ ոնց ասեմ, ավելի իրանք տոլերանտ են երևի, թե այդ է տարբերությունը։ Լենա, շարունակենք բացահայտել ձեր բնակարանը։ Իհարկե։ Ուղեկցեք մեզ, ուր ենք գնում։ Եկեք գնանք իմ սենյակ։ Գնացինք։ Բայց ձեր սենյակից այլ տարածք չկա։ Իմ սենյակից այլ տարածք իհարկե կա, պատշգամբ է դուրս գալիս։ Պատշգամբ կարելի է դուրս գալ սկզբում պատշգամբ, հետո կվերադառնանք եւ ձեր սենյակում կշարունակենք մեր զրույցը։
տեսարան դեպի նորակառույց շենքեր Էջմիածին քաղաքում։ Այո։ Ինչպես է կոչվում այդ թաղամասը։ Անկեղծ ասած չգիտեմ, բայց այդ ինչ է, այդ կրանից ենթադրում եմ, որ Արարատ պարկ է։ Երևի թե, բայց անկեղծ տեղեկություն չունեմ։ Ձեր պատշգամբի անմիջապես դիմացով գրեթե բնակարանի կեսով կա տարածք առաջանալու։ Բայց որևէ մեկը չի առաջացել ձեր շենքում, ինչպես հասկանում եմ, բացի ձեր առաջին հարկի հարևանից։ Այո։ Ցանկություն չկա ընդլայնելու տունը։ Չէ, ճիշտն ասած, ոնց որ չենք ցանկացել երբեք իմաց չենք տեսել, հա։ Անգամ պատշգամբ մենք քիչ ենք դուրս գալիս։ Իմ սենյակն է, ես էլ դուրս չեմ գալիս անգամ։ Դրա համար այս րոպե տեղափոխեմ։ Դրա համար ոնց որ ցանկություն չի եղել, ես իմ դուրս չեմ գալիս։ Դե ամռանը շոկ, հա, ձմռանը դուրս գասին ջան։ Ցուրտ է։ Լավ, խոսենք մի փոքր քաղաքի մասին։ Այո։ Ասացիք ամռանը շոկ է, ձմռանը ցուրտ է։ Հարևանի երեխաներն են։ Բայց դա նորմալ է եւ լավ է, որ երեխաները վայելում են իրենց անհոգ մանկությունը։ Լենա, կան քաղաքում խնդիրներ, որոնք դուք կցանկանաք բարձրաձայնել, ակնառու խնդիրներ։ Դե խնդրեմ, նայեք տեսախցիկին եւ բողոքեք։ Լավ, ես դիմում եմ քաղաք Էջմիածնի քաղաքապետարանին եւ ուզում եմ ասեմ, որ Կամո 2A շենքի հարևանությամբ Այո, մենք խոստացել էինք փողոց, հարկ, որևէ բան չնշել, ամեն ինչ նշեցինք, դե շարունակեք։ Հա, Կամո 2A շենքի հարևանությամբ այստեղ կա տարածք, որը որ դարել է աղբանոց, նրա կողքը գտնվում է մանկապարտեզ եւ այստեղ կա 1, 2, 3, 4, 5 շենք եւ կան լիքը երեխաներ, բազում երեխաներ։ Այդ տարածքը, որը որ դարել է աղբանոց, կարելի է իրան ոնց որ վերացնել եւ օրինակ սարքել մանկական հրապարակ, շատ լավ կլինի, որովհետեւ այդտեղ անգամ ինքը մի քիչ վտանգավոր տարածք է ու երեխաները մտնում են այդտեղ, խաղում են եւ այլն, բայց այդ տարածքը ինքը բլվում է։ Ինքը եղել է հայերեն չգիտեմ, կայծելնի այն ժամանակ, սովետի ժամանակ։ Այո, սովետի ժամանակ եղել է, որ տները ջեռուցվել են։ Բայց ներկայապես ինքը կիսաքանդ փլվող շենք է։ Լավ խնդիր բարձրաձայնեցիք, շնորհակալություն։ Հարևանների մասին ինչ կասեք։ Հարևանություն անում եք թե ոչ։ Հարևանություն չէ իրականում, ես չեմ շփվում, չեմ տեսնում։ Իհարկե բնականաբար որ շենքից իջնում եմ, ում տեսնում եմ, ում ճանաչում եմ, բարևում եմ։ Միայն դա, ուրիշ ոչ մի ինչ-որ հարաբերություններ չունենք։ Դե գնանք ներս, Այո, գնանք ձեր եկեք։ սենյակ, հասկանանք ձեր անձնական իրերից ինչ կգտնենք, որ կարողանանք խոսել այդ ամենի մասին, իհարկե ձեր թույլտվությունը ստանալուց հետո։ Իհարկե։ Առաջինը տեսնում եմ իհարկե շատ աչքի ընկնող 013 գրությամբ ձեր սպորտային համազգեստը։ Այո։ Վերջերս շատ բուրըն քննարկումների ալիք դարձավ այդ հայկական խաղերը։ Ֆորման ճիշտ ասած փոխվել է, բայց սա դե ես ոնց որ sense որպես հուշ մեկա ուզում եմ պահեմ։ Սա լալի Arm Games-ից վերջին նկարումներից բերել եմ տուն։ Ոնց որ տենց փուլ կար որտեղ պետք է։ Կարակ։ Այս երբ է եթեր բայց գնալու։ Չեմ ասի։ Լավ, հուսամ։ Մի խոսքով այնտեղ փուլ կար որտեղ պետք է կրակեին ու սա իմներ։ Ես ուզեցա բերեմ տուն, իմ դեմքներ։ Ինչ հաջողություններ եք գրանցել այս փուլում, քանի դեռ մենք սա նկարահանում ենք, այս փուլի համար ասեք։ Դե ներկա պահին ես դեռ նախագծում եմ, դա արդեն հաջողություն է, քանի որ 62 մասնակցից մնացել ենք շատ քիչ մասնակիցներով, ներկա պահին շուրջ 20 երևի թե արդեն մասնակից է մնացել, այդ արդեն ինձ թվում է շատ մեծ հաջողություն է իմ պարագայում, որովհետև շատ փուլեր կային, որ օրինակ ֆիզիկական ուժ էին պահանջում, հա, ու կարողացել եմ հաղթահարեմ բարեբախտաբար։ Լենա, ով է հանգրվանել ձեր անկողնու վրա։ Ես վստահ եմ նա ունի անուն, ես վստահ եմ նա ունի շատ հետաքրքիր անուն։ Դուք իրան չեք ճանաչում։ Ոչ։ Գարի Պոտերի սիրահարները բոլորը կիմանան, սա ով է։ Սա Գարի Պոտերի բուն է, իրանը բուկլ է, ոնց որ եւ ֆիլմում է, то есть ես իրան ուրիշ անուն չեմ տվել։ Ես քանի որ Պոտերաման եմ, դա իմ նաեւ իմ բուկլան է։ Միակ փափուկ խաղալիքն է դեպ որ ես ունեմ ու սիրում եմ ու պահում եմ։
լվանում եմ միշտ կողքսա։ Դուք ասացիք, որ էությամբ բու եք Այո։ եւ նայել մշտապես ձեզ ուղեկցում է։ Շատ անձնական իրեր չկան ձեր սենյակում։ Ես իմ սենյակը ճիշտն ասած ամիսներ առաջ եմ ձևափոխություն կատարել։ Այստեղ կար մի հատ մեծ պահարան, որը որ ես իրանից ուզեցա ազատվեմ, թողեմ միայն այս պահարանը, իմ մահճակալը երկտեղանոց էր, մեծ ու իմ սենյակում շարժվելու տեղ չկար, ինքը այսենց գալիս էր։ Ես մտածեցի ինչի սա պետք, եթե ես մի կողմի վրա եմ քնում, անիմաստ տեղ զբաղացնում, փոխեցի, սարքեցի սենց մեկ տեղանոց, շատ հարմարավետ, սենց պահարան իրան ինչ ասում, կախիչը ձեռք բերեցի, որ տենց մի քանի իրեր կարողանամ տեղավորել, ու ինձ հիմա ավելի դուր է գալիս իմ սենյակը, չնայած կիսատ է, պետք է ներկեմ, վարագույրս փոխեմ, պահարանս մի քիչ ուզում եմ փոփոխություն կատարեմ, ունեմ դեռ փոփոխություններ անելու։ Հիմա կհայտնվեն մի շարք գովազդատուներ, ովքեր ձեզ կառաջարկեն ձեր վերանորոգմամբ Շատ ուրախ կլինեմ։ Իդեպ մահճակալս էլ առաջարկեր գործընկերից, մենք համագործակցել ենք այլ։ Շատ լավ։ Պահարանը։ Ձեր թույլտվությամբ խոսենք նաև անձնականի մասին։ Իհարկե։ Կարելի է խոսել։ Իհարկե։ Կա ձեր կյանքում մարդ, ով մոտ ապագայում կլինի միգուցե ձեր ամուսինը արդեն։ Ներկոպային չէ, բայց միգուցե Ահա։ շուտով լինի։ Գործընկերներ եւ կողակիցներ, խնդրեմ, կարող եք համագործակցության համար մուտք գործել Լենայի էջ եւ գրել նրան, ասել, որ դուք հետաքրքրված եք նրանով։ Ճիշտ է։ Ինձ շատ գրում են իրականում, բայց այնպես չեն գրում, որ ուզենաս պատասխանես։ Ինչպես պետք է գրեն։ Մի փոքր հուշեք մարդկանց, օգնեք, որպեսզի կողմնորոշվեն։ Ինչ որ հետաքրքիր, ինչ որ կրեատիվ ձևով։ Հարի Փոթերից մեջբերումներով, ասել, որ նրանք նույնպես Հարի Փոթերի սիրահար են։ Բայց տենց բարև գեղեցկուի կարանք ծանոթանանք, չէ։ Գեգեցկուհի, հիմնականում այդպիսի դեպքերում գեգեցկուհի են գրում։ Լենա, ինչ ունենք բացահայտելու, էլ որ տարածքներ կարող ենք գնալ, էլ ինչ կարող ենք ցուցադրել մեզ հետևող մարդկանց։ Մեր տունը մեծ չի, ոնց որ թե ավարտվեց։ Դե ուրեմն մեր զրույցը չի ավարտվել, մենք կշարունակենք զրույցը այստեղ։ Ինչն է այն գերբնական հատկությունը, որ կցանկանայիք ունենալ։ Ես կցանկանայի լինել անտեսանելի, երևի թե։ Ինչ կանեիք անտեսանելի լինելու արդյունքում։ Թռչելը ավելի հավես է։ Կարող եք անտեսանելի թռչող լինել։ Այո, անտեսանելի եւ թռչող լինել։ Դե կուզեի նախ զգայի այդ թռիչքի հաճույքը։ Թռչելու։ Ես իրական շատ վախում եմ համ բարձրությունից, համ աերոֆոբիա ունեմ։ Դրա համար երբ որ տենց կարողություն ունենայի, տենց կվայելեի, որտեղ ես ադրենալին սիրում եմ։ Իսկ անտեսանելի լինելը տենց կուզեի գնայի, տեսնեի տենց ծանոթ մարդկանց մոտ բան։ Նա ինչ են խոսում ձեր մասին։ Որ կգնայիք առաջինը, որպեսզի բացահայտեք զրույցները։ Երևի թե իմ ընկերների մոտ։ Առաջինը, հետո իմ ծնողների, տենց հերից կուզեի տեսնեի։ Մեկ էլ մի հատկություն էլ եթե ունես, Պոտերը ոնց որ մեծազնությունն է, հիմա այդ աշխարհից եմ ուզում հասկանամ ինչ կարող լիներ, մեկ կուզենայի մահացած մարդկանցից ով լիներ, օրինակում ցանկանայի կարողանայի շփվեի։ Հետաքրքիր կլիներ։ Շատ հետաքրքիր բաներ ասացիք եւ քանի որ դուք Հարի Փոթերի սիրահար եք, Հարի Փոթերի սիրահարն եք, մենք խոսենք նաև նրանից, մի փոքր ուղղվածությունը տանենք դեպի Հարի Փոթերը։ Եթե ունենայիք նրա կախարդական փայտիկը եւ մեկ անգամ օգտագործելու հնարավորություն, ինչպես այն կօգտագործեիք։ Մեկ անգամ։ Այո։ Կախարդական փայտիկը կաշխատի ընդամենը մեկ անգամ։ Դե ուրեմն բան կանեի։ Լիքը գումար տենց կստեղծեի։ Ոսկիներ, չգիտեմ, երևի թե նյութական բան կուզեի։ Մերկանտիլնի եմ։ Մտածեք թե ասեի բոյովանալ։ Չէ, բացարձակ, երբևէ ոչ։ Ես կուզեի լինեի սենց, բայց շատ հարուստ։ Դե Forbes-ում տենց գոնե մի երրորդ հորիզոնական։ Գոնե երրորդ։ Հա։ Գոնե երրորդ։ Որքան գումար կուզեիք։ Այնքան որ ինչքան ծախսեի ինքը չվերջանար։ Այսինքն չնայի դաժե
ինչ-որ բանի գներին, նու մեծ բանի, գլոբալ, մեքենայի, տան, просто ստունը տնա, ես առնում եմ, ես ուզում եմ, ընտենց, շատ։ Բայց կան արդյոք այդպիսի մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն այդպես վարվելու։ Իլոն Մասկ։ Դա մեկ հետո, դա Forbes-ի առաջին հորիզոնականը հետո։ Ռոթշիլդները, Ռոքֆելերներ։ Այո, միշտ խառնում եմ շան ցեղատեսակ ու իրար Ռոքֆելերները շները չեն։ Այո, իրանք, ասենք, հաստատ ինչ ուզեն։ Անգլիայի բանը։ Ինչա, Կարոլ, թագավորը։ Բայց ես կարծում եմ, որ ամենաշատը հենց նրանք են տեղյակ գներից։ Միգուցե։ Եվ հենց դրա արդյունքում էլ հարստացել են։ Իդեպ դուք կարողանում եք գումարը ճիշտ տնօրինել ըստ ձեզ։ Ցավոք ոչ։ Ուզում եմ ճիշտ կարողանալ։ Արագ ստանում, արագ ծախսում եք։ Այո։ Եվ միանգամից առանց վաղվա օրվա մասին մտածելու։ Իդեպ կարող էիք կախարդական փայտիկով կառավարել այդ հատկությունը եւ իմ կարծիքով դուք կլինեիք հարուստ։ Չէ, ավելավա թա գումարը։ Չէ, նախընտրում եք գումարը։ Հասկանալի է։ Հերոստացույց դիտում եք թե ոչ, հասցնում եք դիտել հերոստացույց։ Անկամ եթե տանն եմ լինում, իրականում զուտ չեմ դիտում, որտեղ չգիտեմ։ Հիմա տեղեկություն չունեմ, օրինակ ինչ են ցույց տալիս հերոստացույցով, ինչա ակտուալ, ինչն է, չգիտեմ, իրոք չգիտեմ։ Միայն թե գիտեմ, որ Armenia TV եթերում Arm Games-ն է լինելու շաբաթօրերը 8:30։ Ուրիշ ոչինչ չգիտեմ, իրոք չգիտեմ։ Իդեպ մեր հաղորդումները յուրաքանչյուր շաբաթօր քաղցած չէին սպասում հաղորդումն է լինում Կենտրոն հեռուստաընկերության եթերում եւ յուրաքանչյուր կիրակի օր ժամը 12-ին չէին սպասում հաղորդումն է լինում կրկին Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Ես նշեցի ժամը 12-ին։ Օ, շատ լավ։ Ես խորհուրդ եմ տալիս ձեր հաղորդումը դիտել հեռուստացույցով, որովհետև վստահաբար դուք ավելին կգտնեք այնտեղ, իհարկե նույն բանը YouTube-ում է տեղադրված լինում, բայց ամեն դեպքում հեռուստացույցով դիտելը դեռ Իդեպ հեռուստացույցով եմ դիտելու, որովհետև հեռուստացույցով ավելի ժամանակը շուտ է լինելու։ Ես չեմ համբերի էլի, մի ժամ հետո նոր YouTube-ում, հա, YouTube-ում է լինելու 1 ժամ անց, դրա համար հեռուստացույցով եմ դիտելու այս շաբաթ։ Շատ լավ։ Շնորհակալություն Լենա զրույցի համար, մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր դռան դիմաց։ Շատ շնորհակալ եմ ես նույնպես, որ մեր տուն եք եկել։ Լենա, իհարկե հաղորդման այս հատվածում ես ձեզ պետք է ասեի շնորհակալություն եւ մաղթեի հաջողություն, բայց մի բան ընկավ աչքովս, նախ պաշտպանիչ երկրորդ շերտ դուռը Այո։ եւ նալը դռան վերևի հատվածում գտնվող։ Նալը չգիտեմ, Դուք սնահավատ եք թե ոչ։ Հա, որոշակի չափով այո։ Հաջողություն բերել է ձեզ։ Չէ, բայց անկեղծ նալի հետ ես կապ չունեմ, ես չգիտեմ ով է այդ կպցրել, երևի մեր տանեցիներից։ Բայց շատ շուտվանից կա։ Իսկ պաշտպանիչ դուռը եղել այն ժամանակ, երբ որ մեր տանը գողություն էր տեղի ունեցել։ Այո։ Ու դրանից հետո ոնց որ մենք երկրորդ դուռը տենց որոշեցինք։ Շատ լավ, ես ձեզ մաղթում եմ խաղաղ օրեր, անգող օրեր, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ բնակարանային բացահայտումների համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Դե ինչ շնորհակալություն Ելենա Վարդերեսյանին համագործակցության համար եւ հուսանք, որ մոտ ապագայում Էջմիածնին քաղաքում
նշված հասցեով, Այն է։ կամոյի 2A։ Ի վերջո կացայատունը կվերածվի մանկական խաղահրապարակի։ Հուսանք պատկան մարմինները կարձագանք են։ Հուսանք։ Իսկ ձեզ հետ Վահանն էր Միրաքյան։ Եվ ինչպես միշտ Դավիթը Վարդանյան։ Մնացեք խաղացան։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որպեսզի Դավիթ Հետևել բոլոր մեր նոր հաղորդումներին։ լավ մնացեք, հաջողություն։ Ցտեսություն։